Կուսակրոնության ուխտը Կուսակրոնությունը անձնական կյանք չի։ հայտարարին, որ այլևս կուսակրոնություն Օրհնյալ Հիսուս Քրիստոս ամեն այր մեր Շաբաթվա բառը կուսակրոնություն, բարձրաստիճան ՔՊԱ-ականներն այս շաբաթ միմյանց հերթ չտալով պահանջում էին, որ հայ հոգևորականները հանկարծ չհամարձակվեն խախտել այդ ուխտը։ Այդ մարդիկ ծառաներ են, իրանք պետքա ծառայեն այն մարդկանց, ովքեր որ հավատացել, իրանք ծառայեն։ Կուսակրոնության գլխավոր առաջամարտիկը վարչապետ Փաշինյանն էր ողջ շաբաթ, նա օրը սկսում էր Սաղմոսով եւ շարունակում Գարեգին II կաթողիկոսի կուսակրոնությունը կասկածի տակ դնող գրառումներով։ Եթե պարզվի, որ իրոք Գարեգին բն խախտել է կուսակրոնության ուխտը եւ զավակ ունի, նա չի կարող լինել ամենայն հայոց կաթողիկոս, որովհետեւ խնդրո առարկա փաստի արկայության պահից նա չէր կարող լինել կուսակրոն քահանա։ Մայր Աթոռի պատասխանը հնչեց դեռ շաբաթասկզբին հակաեկեղեցական արշավի 4-րդ օր, այն թեև բավական զուսպ էր, սակայն իշխող թիմին մի շարք հստակ ուղերձներ հղում էր։ Նիկոլ Փաշինյանի ճնշմանը 1700-ամյա այս կառույցը ենթարկվել չի պատրաստվում, առավել ևս որ ճնշման հետևում հայ հոգևորականները որոշակի արտաքին դերակատարություն են նշмарել։ Նման դատապարտելի ձեռնարկումները սպասարկում են արտաքին հայատյաց ուժերի նկրտումները, որոշակիորեն կապակցվելով ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից հայ ժողովրդին եւ հայ եկեղեցուն ուղղված զրպարտությունների եւ կեղծ մեղադրանքների հետ։ Ադրբեջանական հետքի մասին խոսակցությունները պատահաբար չէին ծագել։ Նիկոլ Փաշինյանի եկեղեցու դեմ հարձակումներից բառացիորեն մեկ շաբաթ առաջ հայ առաքելական եկեղեցուն ամենավերջին բառերով էր բնութագրել ադրբեջանցի մահմեդականների առաջնորդ Ալաշու Քյուրդ Փաշազադեն, պնդելով անգամ, թե Էջմիածինն իրականում թյուրքական հող է, որի իրական անունը Ուչմիածին է։ Կարագին demək olar ki dini sifətindən başqa siyasi sifətə dönür։ Հունիսի 6-ին էլ Փաշազադեն անցավ ամենայն հայոց կաթողիկոսի անձին, պնդելով, թե նա մեջբերում այլևս ոչ միայն կրոնական, այլև քաղաքական գործիչ է։ Din adamının bu qədər siyasətə qoşulması Նույն ժամերին Երևանում գրեթե բառ առ բառ նույնն էր ասում կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։ Երբ որ եկեղեցին որոշակի գործընթացներ է անում միջամտելու քաղաքական գործընթացներին, երբեմն պետք է նաև պատրաստ լինել, որպեսզի նրան, որ այլ հարցադրումներ կհնչեն քաղաքական դեմքերի կողմից, մասնավորապես այս հարցադրումը, որը արվել է։ Վերջին 150 տարիների ընթացքում սա հայ առաքելական եկեղեցու դեմ պետական մակարդակով ձեռնարկված առաջին արշավը չէ։ Առաջինն այսպես ասած Նիկոլի թվին էր։ Ռուսաստանի վերջին կայսր Նիկոլայ II-ի գահակալության տարիներին, երբ փորձ արվեց առգրավել եկեղեցապատկան ողջ գույքը։ Երկրորդ դեպքը 30-ականներին էր, երբ խորհրդային հատուկ ծառայությունների հրահանգով սպանվեց կաթողիկոս Խորեն առաջինը։ Բայց տանուլ է ինչպես բոլոր մյուս իշխանությունները, ովքեր համարձակվել են հայ եկեղեցու դեմ սուրճ օջել, պարտվել են։ Իրենց մենք խորհուրդ չենք տալիս սուրճ օջել, որի դեպքում հնարավոր է, որ խուսափեն պարտությունից։ Այլապես իրենց սպասում է ֆիասկո։ Ինչ տեսքի ունենալու այդ ֆիասկոն։ Աղբանություն են լինելու պատմության։ Այն նույն ժամերին, երբ բարձրաստիճան հայ հոգևորականները հավաքվել էին Էջմիածնում իշխանության հետ հարաբերությունները քննարկելու, այդ իշխանության ղեկավարը մոտ 14000 ուսանող ունեցող Երևանի պետական համալսարանում փակ դռների հետևում հանդիպում էր մի քանի տասնյակ ուսանողների եւ դասախոսների հետ։ Եվ հենց այս հանդիպման ընթացքում էր, որ Փաշինյանը բացահայտ կերպով հայտարարեց, որ իր հրահանգով հայ առաքելական եկեղեցու դեմ արշավին ներգրավվել են նաեւ ուժային կառույցները։ Եվ նշեց, ասաց, որ առաջինը մեզ է ասում որպես էքսկլյուզիվ ինֆորմացիա, որ հանձնարարական է տվել հատուկ մարմիններին գնալ եւ ստուգել Գարեգին Բ-ի կուսակրոնության հարցը։ Համալսարանի 3-րդ կուրսի ուսանող Հովանես Շամրիկյանի Ազատությանը տված հարցազրույցից մեկ օր անց միայն վարչապետի աշխատակազմը հրապարակեց 3 ժամ տևած հանդիպման 8 րոպեանոց մի հատվածը, որից դուրս էին մնացել թե հատուկ ծառայություններին հանձնարարություններ տալու պահը եւ թե անհարմար հարց տվող ուսանողի դեմքը։ Պարոն Փաշինյան, ինչ եք կարծում, եթե կարողանայիք վերադառնալ 2018 թվական իմանալով հանդերձ Հայաստանի Հանրապետության ներկայիս իրավիճակը, ձեր թույլ լեգիտիմությունը, Արցախի կորուստը, դաշնակիցների հետ վատ հարաբերությունները, կոնֆլիկտը հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչների հետ, արդյոք նորից ձեռնամուխ կլինեիք 2018 թվականի հեղափոխությանը։ Փաշինյանի պատասխանը միանշանակ էր՝ հեղափոխություն կաներ, դեռ մի բան էլ ավելի։ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո
ավելի շատ նոյեմբերի 9-ից հետո ես ամեն օր վերադարձել եմ 2018 թվական։ Եվ այդ կետից փորձել եմ էլի հասնել այդ նույն կետը, այսօր էլ ժամանակ առ ժամանակ ես վերադառնում եմ։ Ես գիտեք ինչ եմ հասկացել, ինչ եմ արձանագրում, որ մենք կշերքի այս մյուս նժարի հայրենիքից մի մաս կորցրել ենք 44 օրյա պատերազմի արդյունքում, բայց ձեռք ենք բերել պետություն, որը ավելի ինքնիշխան է, որը ավելի անկախ է, որը ավելի ինքնուրույն է։ Որպես պետության եւ ինքնիշխանության ցուցիչ Փաշինյանը նշում էր ռուս սահմանապահների դուրսբերումը Զվարթնոց օդանավակայանից եւ Մեղրիի անցակետից։ 2025 թվականի մարտի 1-ը այն օրն է, որի դրությամբ Հայաստանի Հանրապետության բոլոր սահմանային անցման կետերում ծառայություն են իրականացնում Հայաստանի Հանրապետության սահմանապահ զորքերը։ Հայաստանի Հանրապետության վարչապետը հանդիսանում է նաև ի պաշտոնե զինված ուժերի համար գերագույն հրամանատար։ Սահմանին ստեղծված իրավիճակն այս շաբաթ մեկնաբանեց նաև գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը, նրա խոսքից կարելի է եզրակացնել, որ հայկական կողմը մի պահվածք է որդեգրել, որը կարելի է բնութագրել որպես ռազմավարական անտարբերություն։ Եթե հակառակ կողմից կրակոցներ են արձակում, դրանք եւ մեր զինծառայողների վրա հոգեբանական ճնշում գործադրելու, սահմանային բնակչության վրա նույնպես ճնշում գործադրելու, բայց փաստն այն է, որ մենք դրան ուշադրություն չենք դարձնում։ Իսկ որ այդ մնացածի իրավունքները Եվս մեկ հայտնի հայաստանցի գեներալ ոստիկանապետ Արամ Հովանիսյանն այս շաբաթ հրաժեշտ տվեց զբաղեցրած պաշտոնին։ 2024-ի ընդդիմադիր ցույցերի դեմ գործողությունները ղեկավարած Հովանիսյանին փոխարինեց Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը։ Առաջինն ինչ իմացավ հանրությունը նոր ոստիկանապետի մասին, այն էր, որ Ղազարյանը 2021-ին սպանված քրեական հեղինակություն Արթուր Ղազարյանի քանաքերցի տուի հորեղբորորդին է։ Ազգակցական կապի մասով չեմ հերքելու, բայց նշում եմ, որ որևէ ձևով դա չի կարող ազդել պարոն Ղազարյանի գործունեության վրա, դուք ինքներդ կհամոզվեք։ Ներքին գործերի նախարարի այս հայտարարությունը հնչեց խորհրդարանում։ Արփինե Սարգսյանն ազգային ժողով էր եկել 2024 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկումներին մասնակցելու համար։ Տիկին նախարարից առաջ այստեղ էր նաև վարչապետ Փաշինյանը։ Կա հարկ, կա պետություն, չկա հարկ, չկա պետություն։ Կա հարկ, կա բարեկեցություն, չկա հարկ, չկա բարեկեցություն, կա հարկ, կա երջանկություն, չկա հարկ, չկա երջանկություն։ Վարչապետի հնչեցրած ցանկն իրականում շատ ավելի երկար էր, այն մոտ 15 համեմատություն էր պարունակում, ընդհուպ մինչև կա հարկ, կա մաքուրոտ, ասելիքը հասկանալի էր, հարկավոր է զարկ տալ հարկերի հավաքագրմանը։ Հիմա այն ինչ որ չկա, ինչի պատճառով է, որ չկա, հարկ չլինելու պատճառով է, որ չկա։ Բայց նույնիսկ թերի հավաքագրման պայմաններում ըստ Նիկոլ Փաշինյանի իր ղեկավարած կառավարությանը հաջողվել է զգալիորեն բարելավել շարքային հայաստանցիների կյանքը։ Որ մարդիկ Հայաստանում ավելի լավ են ապրում եւ ավելի լավ են ապրում գնաճի հաշվառումով եւ ավելի լավ են ապրում շուրջ 50%-ով։ Իսկ մարդիկ գիտեն, որ իրենք լավ են ապրում, այն էլ ուղիղ 50%-ով։ Ավելի լավա չխոսամ էլի։ Ճնշումս է բարձրակ, խոսամ կվատանամ։ Չեմ հասնում ոչ մի բան չեմ հասնում։ Մենակ գալիս եմ սիթի, թոշակով առետուր եմ անում, տուն եմ գնում։ Ոչ կոմունալ եմ կարում մուծեմ, ոչ մի հատ կոշիկ եմ կարում առնեմ, ոչ մի բան։ Հայաստանում սակայն կա ազգաբնակչության մի խումբ, որ 2018-ից հետո իրոք սկսել է լավ ապրել, դրանք պաշտոնյաների կանայք են։ Այս շաբաթ օրինակ հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանի կնոջ Աննա Հակոբյանի նախաձեռնած կրթվելը նորաձև է արշավի համար վճարում են հարկատուները։ Դա վարչապետի միջոցառումն է, վարչապետի առաջնահերթ այսպես ծրագրերից մեկն է, իրականացում է աշխատակազմի միջոցներով։ Այսուհետ հարկատուների գրպանից աշխատավարձ կստանա նաև արտգործնախարար Արարատ Միրզոյանի կինը Գոհար Աբաջյանը։ 5-շաբթի օրը հայտնի դարձավ, որ նա նշանակվել է ներդրումների աջակցման կենտրոն հիմնադրամի տնօրեն։ Մոտ 3 տասնյակ աշխատակից ունեցող այս կառույցը ունի գրեթե նույն գործառույթներն, ինչ ուներ արդեն իսկ լուծարված ԱՆԻՖ-ը, Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը, ներդրողներ բերել Հայաստան։ ԱՆԻՖ-ի քրեական գործից ի դեպ նորություններ դեռ չկան։